փորձել են, դուք ծնողներով իրեն փորձել եք մոտենալ, խոսել իր հետ, հասկանալ ինչ է կատարվում։ Երեք ժողովին Մենք չենք հրավիրեցին, ինքը մոտեցել։ չմոտեցավ։ Երեք թաղապետարանից հրավիրեցին ժողովին, ինքը չներկայացավ։ Ես առաջին կրտսեր խմբի ծնող եմ։ Մեր երեխաները 2-ից 3 տարեկան մոտավորապես այդ տարիքում են, չխոսող 90%-ը մենք հենց անմիջապես նույն օրը եկել ենք երեկոյան երեխաներին վերցնելու, դաստիարակը տեղյակ ապահել, հուզված, լացելով, որ ինքը էլ վաղվանից չի աշխատելու, կլինեն մյուս աշխատակիցներից, ովքեր կօգնեն դայակին, մինչև որ կգտնեն նոր դաստիարակ։ Հաջորդ օրը մենք կազմակերպել ենք միանգամից բոլոր ծնողներով, 20 ծնող ենք, բոլորս մոտեցել ենք տնօրենին, հարցնելու համար, հասկանալու համար խնդիրը։ Ինչու՞մ է խնդիրը, որ մեր դաստիարակը դուրս է գալիս ինքնական։ Տնօրենը մեզ ընդունեց ու ներկայացրեց, որ սա անձնական խնդիր է ու ամուսինը թույլ չի տալիս։ Չգիտեմ, 18 տարվա աշխատող դաստիարակին ամուսինը թույլ չի տալիս աշխատել մի օրում։ Մենք իհարկե դա կասկածեցինք, ես ինքս դաստիարակին հարց տվեցի ինչի, ուղղակի սենց, չգիտեմ, այս պատասխանով գնացինք, բնականաբար դա արդեն հարց է առաջացնում ինչի։ Մենք տնօրենին հարցնելով նույն պահին ինքը զանգում է մեր դաստիարակին, որպեսզի դաստիարակը մեզ պատասխան տա ու այդ ընթացքում գրում է նաև դաստիարակին ինչ խոսի։ Դաստիարակը բնականաբար չի խոսում ոչ մի բան, ասում է, որ դա անձնական խնդիր է, խնդրում եմ հանգստացեք երեխեք ջան ու սենց ինչ որ բան, բնականաբար մենք չենք հանգստանա, մեր չխոսող բալիկներն են, այստեղ գնում արդեն, չգիտեմ, ինչի ում մոտ, ում հույսին են մնալու, չգիտենք։ Ես ինքս առաջին օրը մենք մեր ծնողներով ենք կազմակերպել դայակին օգնությունը, որպեսզի կարողանանք առաջին օրվանից սկսած 20 ծնողից միայն 5-ն է բալիկներին բերում զուտ աշխատանքից ելնելով, ոչ մեկ չի ուզում ոչ մեկի հույսին թողնի, առավել եւս նման տնօրենի, նման միջավայրում երեխեքին բերի։ Դրանից հետո հաջորդ օրը կազմակերպվել է Լիանա Դավթյանի հետ հանդիպում, Լիլիթ կամ վարչության պետնա ոնց որ Մալաթիայի կրթության գծով Թաղապետարանի, այո։ Իր հետ ենք հանդիպում ունեցել, մենք նաև մեր դաստիարակն է մոտեցել, որը խոսել է Լիանա Դավթյանի հետ, իր աշխատակիցների հետ, ու բոլոր աշխատակիցները հավաստիացրել են, որ կգրեն դիմումներ դուրս կգան, բայց չեն աշխատի նման տնօրենի ներկայությամբ։ Այսինքն ձեզանից հիմա այսօր քանիսն են իրենց երեխաներին բերել մանկապարտեզ վստահել։ 5-6-ը, որովհետև տարբերակ չունեն, պահող չունեն, այլ օգնող չունեն, ոչ մի տարբերակ չունեն, աշխատանքի են մարդիկ, չեն կարող ուղղակի բացակայել։ Մենք որպես երկրորդ կողմի կարծիք, որ լսենք տնօրենին, ոնց ենք մոտենալու, ոնց պիտի գնանք, մտնենք մանկապարտեզ։ Հա, ոչինչ, մենք Առանց բանի ասեմ։ Եթե դուք ուզում եք իմանալ խնդիրը, հավատացեք դաստիարակները էլի լռելու են, ոչինչ չեն ասելու։ Կարող եք իրենց դիմումները ընդհանրապես խնդրել, ասեք կարող ենք կարդալ, տեսնել դիմումը ինչի համար է գրվել։ Եք, որ խնդրեմ կներկայացնեք ինչ է տեղի ունեցել մանկապարտեզում, ես նոր եմ միացել, շատ կարճ առանց կամերայի, հա։ Ես այս պարտեզի նախկին աշխատակից եմ, ընդունվել եմ այս պարտեզ ներկայիս տնօրենի օրոք, չէ, խնդրում եմ չնկարել։ Ես աշխատել եմ այստեղ տարի 2 ամիս, ամեն օր առանց տրամադրության աշխատանքի գալով, քանի որ գիտեմ, որ պետքա գամ նորից իրա դժգոհ դեմքը տեսնեմ։ Հենց մտնում էիր պարտեզ, 2 աշխատակից իրար հետ խոսում ենք, ծիծաղում ենք, դա իրա ներվերին ազդում էր, ինչ է եղել, որ ծիծաղում եք, ասեք ես էլ ծիծաղեմ։ Ուզում եմ ասեմ, նման միջավայրում աշխատելը շատ տհաճ էր։ Որպես աշխատող բոլորս էլ թերանում ենք մեր գործում, նայած աստիճանի, ցանկացած աննշան թերության դեպքում ինքը թուղթ էր ցույց տալիս։ Ես լիքը սպիտակ թուղթ ունեմ, կարող եք գալ սևացնել։ Ու մի օր էլ նерվերս չհերիքեց, մտա իր կաբինետ, ասեցի խնդրում եմ թուղթը տվեք, սևացնեմ դուրս գա։ Դիմումը գրեցի դուրս եկա ու չեք պատկերացնի ուսերիցս ինչ քար ընկավ։
Ես աշխատում էի մի հատ դաստիարակի հետ, ով 2 ամիս առաջ ինձանից էլի իր սեփական դիմումի համաձայն գրելա դուրս է եկել, բայց էլի ճնշումների, ցենց ազդեցության ներքո ես ներկայությամբ երեխա ունեմ այս պարտեզ հաճախող, ինձ առաջարկել է, որ դուրս եմ գալիս, կարող ես երեխայիդ էլ հետը տանել, ասի ես երեխա ձեր մոտ չեմ բերել, ես երեխուս իր դաստիարակի մոտ եմ բերել։ Ներկայությամբ աշխատում եմ ուրիշ մանկապարտեզում, արդեն որպես դաստիարակ, ուզում էի երեխայիս տեղափոխել ուրիշ պարտեզ, բայց երեխաս ասում է, եթե ընկեր Հեղինեն չի գալիս, մամա, ես էլ չեմ գալիս։ Դրա համար իմ երեխուն պարտեզից չեմ հանում։